Ժորժյան, պայմանավորվեցին բան։ Դուք ինձ կօգնեք։ Պարոն Կարապետյան, ամեն դեպքում շարունակվում է ձեր անազատությունը եւ նահանջելի տեղ իշխանությունը այսպես ասած չունի, ասում է չունեն։ Ինչից են այս պահին վախենում։ Իրենց կստիպեք, որ ունենան։ Իսկ ինչն է իրենց մտահոգությունը։ Դե իրենց հարցրեք, ես ինչ գիտեմ, վախենում եմ։ Այս հանրային հետաքրքրությունը ձեր անձի հանդեպ նաեւ միջազգային հարթակներում կկարողանա ինչ-որ բան փոխել այսօրվա իրավիճակում։ Դուք եք փոխելու, դուք։ Ձեր ակտիվությամբ, համառությամբ ամեն ինչ փոխելու է։ Եթե հայտնի հայտարարությունը չլիներ, քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնեիք, որովհետև ասել եք քաղաքականությամբ չեք Իհարկե ոչ, չէ, իհարկե։ Այսինքն այդ հայտարարությունը ստիպեց Այս անարտարությունները ստիպեց։ Պարոն Կարապետյան, իշխանության գալու պարագայում գործող իշխանության հանդեպ ինչպիսի վերաբերմունք է լինելու։ Քնեմ այսօր զարթնեմ, որոշեմ։ Պարոն Կարապետյան, Փաշինյանն ասում է ըստ էության Ռուսաստանից է ուղղորդված, որ գաք մասնակցեք քաղաքական ընտրություններին։ Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը այսօր շունչ հանգյալ է անվանել ՎՍ Քոչյանի եւ ԲՀԿ-ի ձայն տվողներին, հիմնվելով երևի ընդայնագրությունների վրա։ Այսպիսի հայտարարություններ ինչ-որ բան արձագանքելու ունեք։ Ես ինչ արձագանքեմ, դուք պետք է արձագանքեք։ Կարապետյան, երբեք հրապարակային հրավիրելու մեզ ձեզ հետ խոսելու։ Երբ օրից։ Պարոն Կարապետյան, ասպես սկսել է ձեզ բոմբ դարձնելու գործընթացը իշխանությունը։ Ժորժյան, տենց անլուրջ մարդկանց հայտարարություններ կներեք ժողովուրդ։